Ֆրանցիսկոս Պապը ասում է, որ մենք ձեզ ճանաչում ենք որպես նահատակ ժողովուրդ։ Ես ասում եմ, այո, ձերդ սրբություն, բայց իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Նա ասում է, այո, բայց մենք ձեզ հայերից ճանաչում ենք որպես նահատակ ժողովուրդ։ Ասում եմ, այո, ձերդ սրբություն, բայց ես իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում ենք այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Եվ սրանից հետո շատ զարմանալի բան է տեղի ունենում։ Երջանկահիշատակ Աստված հոգին լուսավորի։ Հռոմի Պապն ասում է, հա, բայց պատմականորեն դուք նահատակ ժողովուրդ եք։ Ես ասում եմ, այո, ձերդ սրբություն, բայց հենց այդ եմ ասում։ Մենք ուզում ենք պատմության այդ ընթացքը փոխել եւ իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Եվ սրանից հետո էլա զարմանալի բան է տեղի ունենում, դիվանագիտական իհարկե բոլոր եւ իհարկե հաշվի առնելով Հռոմի Պապի առանձնահատուկ կարգավիճակը, բայց այնուամենայնիվ ինչ-որ բանավեճ է տեղի ունենում։ Ինքը ասում է, չէ, դուք նահատակ ժողովուրդ եք, ես ասում եմ, գիտեք ինչ, չէ, մենք պետք է փոխենք մեր պատմական ճակատագիրը, ինքը եւ արդյունքում այդ խոսակցությունը իմ մոտ տպավորվել է հետեւյալ կերպ, որ մի X պահից ինքը ասում է, բայց այնուամենայնիվ լավ եք մտածել, որ էլ չեք ուզում լինել նահատակ ժողովուրդ։ Ես ասում եմ, այո, լավ ենք մտածել։ Եվ այս ասոցիատիվ իհարկե բառացի փոխադրություն չի ասոցիատիվ եւ մի պահ Հռոմի Պապը մտածումների մեջ է անգնում, մի պահ պաուզա է վերցնում ու ասում է, «Բա ինչով եք զբաղվելու»։ Եվ այդտեղ այո հնչում է շատ պարզ, բայց թերևս պատմական պատասխան։ Ուղղակի ապրելու ենք, պարզապես ապրելու ենք, պարզապես պետություն ենք ստեղծելու, պարզապես եւ այստեղ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի պատմական առաքելություն։